Այսօր պիտի տեսնենք թվոց 17-ն 19 գլուխները։ Վերջին անգամ 16-րդ գլխում մեջ տեսանք, թե ինչպես իսրայելցիները ապստամբեցան Աստծո դեմ։ Եվ այստեղ 17-րդ գլխում մեջ Աստված հաստատեց Ահարոնի քահանայությունը անսովոր կերպով։ Անոնք արին 12 գավազաններ, որոնք բոլորովին մեռած էին եւ դրին Տերոջը առջև։ Նույնիսկ Ահարոնին գավազանը նույնպես մեռած էր, բայց Ահարոնին գավազանը ձիլեր հանեց, որոնք ծաղկեցան, եւ այս տեսակի վերագենթանության միջոցով Աստված հաստատեց Ահարոնին քահանայությունը։ Մեզի համար այսօր մենք կգտնենք մեր հաստատումը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, որովհետև Քրիստոս իր հարութենեն յետք քահանա եղավ։ 18-րդ գլխուն մեջ Աստված գսե Ահարոնին եւ անոր ընտանիքին, որ անոնք պատասխանատու են այն բոլոր բաներուն, որոնք դեղի կունենան սրբավայրին մեջ։ Նույնպես, սիրելիներ, ես եւ դուն պատասխանատու ենք մեր քրիստոնեական վկայության։ Մենք պատասխանատու ենք մեր ընտանիքներուն եւ այլ խոսքով մենք պատասխանատու ենք մեր եկեղեցիին։ Այսպիսով, եթե եկեղեցվո մեջ մեղք կա, ուրեմն որպես եկեղեցվո այդ ընտանիքի անդամներ, ես եւ դու որոշ պատասխանատվություն կգրենք եւ չենք կրնար խուսափիլ։ Եկեք տեսնենք Ահարոնը, անգրնար քեզմե ավելի սուրբ վերապերմունք ունենալ, բայց Աստված թույլ չտվավ անոր։ Որովհետեւ Աստծո մարդուն մեջ հիմնական բանը, որ պետք է ըլլա, որ ան պետք է խոնարհությամբ քալե։ Այդ է, որ Աստված կբահանջե մեզմե։ Եվ ինչպես Մովսես, որ երկրի ամենահեզ մարդն էր, Ահարոն գկալե Աստծո առջև հաստատ եւ խոնար կերպով, յետքը Աստված գտվե, թե ինչ կպատկանի քահանայությանը ըսելով, դուք որևէ բաժին պիտի չունենաք երկրի մեջ։ Աստված անոնց ակարակներ, խաղողի այքիներ կամ ցիտենիի այքիներ չդվավ, որ մշակեն, սակայն անոնց պետք էր դրվեր բերված ընձաներուն լավագույն մասը։ Եվ եթե այդ մեկը պիտի թարգմանենք այսօրվա, մենք պետք է վարձատրենք քարոզիչները։ Մենք պետք է վարձատրենք անոնց, որոնք մեզի հոգևոր սնունդ կուտան, քանի անոնք ապրելու գարիք ունին, եւ անոնք չեն գտնար դուրս ելնել եւ աշխատել գրասենյակին մեջ կամ կորզարանի մեջ։ Իրականության մեջ, եթե այդպես ընեին, եկեղեցին պիտի դուժեր։ Քանի որ անոնց ուշադրությունը պիտի բաժնվեր, անոնք պիտի չկարենային ծառայել ժողովրդին, այնպես ինչպես որ Աստված կուզե։ Եվ այս հարցումը վերաճացնե, թե արդյոք քարոզիչը պետք է եկեղեցիին դա։ 26-րդ համարի մեջ Աստված ասավ ղևդացիներուն, որ պետք է դան իրենց ունեցածին դասանորդը։ Եվ այսօր քրիստոնյա աշխատողները նույնպես պետք է դան Տերոջ։ 19-րդ գլխում մեջ գա Գարմիր երինչի ընձան եւ առաջին անգամ եկ կենթանիմը գզողվի։ Ինչ կենթադրեք, որ ըլլար ադոր նպատակը։ Ուրեմն, երբ Իսրայելի որդիները գճվեին եւ մարդը մեղանչեր, անոնք բարձավես չէին գրնար գանք առնել եւ դեղատրել խորանը եւ մատուցանել հանցանքի ընձա կամ մեղքի բادرակի ընձես։ Այսպիսով, անոնք կառնեին զոհաբերված երինչին մոխիրը, գխառնեին ճուրով, զոբայով գկսեին այդ անհադին, որ մեղանչեց։ Գրնալալ դարուրինակ կթվի, բայց մաքրության այդ գործողությամբ էր, որ Աստված գվարվեր այս մարդոց մեղքին հետ։ Եկեք տեսնենք, թե ինչպես այդ մաքրության գործողությունը կբացահայտվի նոր գդագարանին մեջ։ Վերջին ընթրիքի ժամանակ Հովանն 13-ի մեջ առաջին բանը, որ Հիսուս ըրավ, երբ ան վերնադուն մտավ, ճուրով աման բերավ եւ իր աշակերտներուն ոտքերը լվաց։ Հիմա ինչու այդպես ըրավ։ Ինչպես որ Հիսուս ասավ Սիմոն Պետրոսին, եթե ես քեզի չլվամ, դու ինձի հետ բաժին չունես։ Ահա վասիկ դարձյալ ճուրի եւ մեղքի լվացումի գաղափարը։ Այսօր Դագավին դերը կոդևորված է, իր ցերկը ունի ծառայության անցերոցը եւ ճուրի դաշտը, որ Աստծո խոսքն է, Սուրբ Հոգին գգիրարգե զայն, իսկ զոբան գխոսի հավատքի մասին։ Կարևորը, երբ ես եւ դուն այսօր մեղանչենք, Քրիստոս գրգին պիտի չմեռնի, բայց մենք մաքրության գարիք ունենք, եւ Քրիստոս կկործածե ճուրը, որ Աստծո խոսքն է եւ Աստծո Հոգին մեզի կդադարդե։ Յետքը մենք կխոստովանենք մեր մեղքերը եւ Հիսուսի արույնը պիտի շարունակե մաքրել մեզ
մեր բոլոր մեղքերեն։ Սիրելիս, ինչ է քու կյանքի փորձառությունդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, քու մեծակույն քահանայապետդ եւ քեզ սրբացնողը։